Երևանը հաստատում է, ընդունել է Ադրբեջանի առաջարկությունները հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ։ Երևանի համաձայնության մասին ժամեր առաջ իմացանք Բաքվից, անգամ միաժամանակյա հայտարարություն չեղավ։ Yaxın günlərdə Ermənistan tərəfi Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramova հայտարարեց, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները ավարտվել են։ Հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնում։ Տեքստի շուրջ աշխատանքի ավարտի մասին ազդարարած Բայրամովը միանգամից Հայաստանից նոր ակնկալիքի մասին է խոսել։ Konstitusiya dəyişikliklər edilməsi yolu Թե հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, բացի այդ պետք է լուծարվի Մինսկի խումբն ու դրա մնացորդները։ Թե Երևանն ու Բաքուն ինչի շուրջ են եկել համաձայնության, առայժմ պարզ չէ։ Չանդրադառնալով բովանդակությանը Հայաստանի արտգործնախարարությունը միայն հայտարարեց, խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Ինչ վերաբերում է հաջորդ փուլում Հայաստանից ակնկալիքներին, պաշտոնական Երևանը այդ հարցը իր հայտարարությունում շրջանցել է։ Արտգործնախարարությունը բաց տեքստով ասել է, առաջարկել էին հանդես գալ բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, բայց պաշտոնական Բաքուն նախընտրել է միակողմանի հայտարարությունը։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Հերթական անգամ հայ հասարակությունը Փաշինյան-Ալիև անդրկուլիսային գաղտնի պայմանավորվածությունների մասին տեղեկանում է Ադրբեջանից։ Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը իշխանության լռությունից նաև եզրահանգում է արել։ Ադրբեջանն այսօր հայտարարեց, որ ինքը պարտադրել է, իսկ Հայաստանը համաձայնվել է իրենց առաջարկությանը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ էր հայտարարել, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի Բաքվի վերջին առաջարկներին։ 17 կետանոց նախագծի երկու չհամաձայնեցված հոդվածները վերաբերում էին միջազգային հայցերից փոխադարձաբար հրաժարվելուն և հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն։ Երևանն առաջարկում էր, որ միջազգային հայցերի հետ կանչը լինի խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում, իսկ եվրոպացի դիտորդները դուրս գան բացառապես սահմանազատված հատվածներից։ Երբ փետրվարին ստացվեց Բաքվի վերջին պատասխանը, վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, այդ երկու կետերն էլ մնում են չհամաձայնեցված։ Թե ինչ լուծումներ էր առաջարկել Բաքուն, որը ըստ Երևանի ու Բաքվի Հայաստանն ընդունել է, արդեն ժամեր շարունակ անհայտ է։ Դաշնակցությունից Արթուր Խաչատրյանը կարծում է, Ադրբեջանը դիտորդներին ողջ սահմանին չի ուզում տեսնել։ Ադրբեջանն ասում է, երրորդ կողմի երկրները չպետք է ներկա լինեն սահմանի երկայնքով, առանց որևէ կերպ հիշատակելով սահմանազատված կամ չսահմանազատված հատվածները։ Այսօր այս իշխանությունները դրա հետ համաձայնվում են, այսինքն իրենց այդ խղճուկ պահանջը, որ լավ գոնե սահմանազատված հատվածներում թող լինեն եվրոդիտորդները, Ադրբեջանն էլի անտեսել է։ Ու մինչ Երևանը պատրաստվում է Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ընթացակարգեր քննարկել, Ադրբեջանի բարձրաստիճանները Հայաստանի սահմանադրության փոփոխությանն ու Մինսկի խմբի լուծարմանը զուգահեռ Հայաստանից ունեցած այլ պահանջներից են խոսում։ Və Ermənistanın konstitusiyasında dəyişilməli olan məqamlar vardır ki, Հայաստանի հանցագործությունները չեն մոռացվի, Հայաստանում գտնվող ու Ադրբեջանի դեմ հանցագործություններ կատարած անձինք նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Այսօր հայտարարել է Իլհամ Ալիևի օգնական Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիկմետ Հաջիևը։ Անդրադառնալով փակ դռների հետևում առանց միջազգային դիտորդների ընթացող հայ գերիների դատավարություններին Ալիևի օգնականը անընդունելի է որակել նրանց գերի և պատանդ անվանելը։ Դեռ դատավարությունների փուլում գտնվող հայերին արդեն իսկ մեղավոր ճանաչելով։ müharibə cinayətlərini və Անձիկ, որոնց դատում են, պատասխանատվություն են կրում օրենքի առաջ։ Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, ապա պետք է սերտորեն համագործակցի դատարանի հետ։ Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք պարտության դեմ ու ռազմական հանցագործություններ են գործել, և նրանք պետք է կանգնեն դատարանի առջև։ Բաքվում ընթացող գլոբալ ֆորումի ժամանակ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքել է Հայաստանի զինվելուց, Եվրամիության դիտորդներին անվանել լրտեսներ։ Նրանք գիշեր-ցերեկ կանգնած են մեր սահմաններին ինչպես լրտեսներ, փնտրում են հարմար անցքեր, որպեսզի կարողանան հասնել մեզ։ Մենք ունենք նաև բավարար հետախուզական տվյալներ նման ընտրովի դիտորդական առաքելության վերաբերյալ։ Եվրամիության անզեն առաքելությունը կտրականապես հերքում է նման մեղադրանքները, բայց նրանց հեռացման հարցը Ադրբեջանը ընդհուպ խաղաղության պայմանագրի նախագիծ է մտցրել։ Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե խաղաղության պայմանագրի նախագծի հեղինակը ըստ էության Բաքուն է։
the author of the draft peace agreement.